Շնորհակալություն, պարոն Կոնջորյան, անկախության օրը ես տեղ խոշորացված համայնքում էի եւ դուք քաջատեղյակ եք, որ ես բազմաթիվ անգամներ եղել եմ այնտեղ կրակոցների եւ տարբեր ռազմական միջադեպերի ժամանակ եւ առաջին անգամ էր վերջի տարիներին, որ ես այնտեղ համայնքի ղեկավարի եւ վարչական ղեկավարների հետ քննարկում ունեցա բացառապես կապիտալ ծախսերի հետ կապված կենցաղային կարևորագույն համայնքի համար նշանակություն ունեցող հարցերի եւ մենք չէինք խոսում կրակոցներից օգոստոսի 8-ից սկսած այդ ուղղություններով դուք գիտեք, որ երկար տևական ժամանակ կոնկրետ ժամին կրակոցներ էր սկսում այդ ուղղությամբ կոնկրետ ժամերին այդ կրակոցները օգոստոսի 8-ից հետո դադարել է եւ կուզենամ, որ մենք եւ մեր գործընկերները մեր խոսակցության մեջ էլ բարբերաբար այդ անգամանքը նույնպես շեշտենք, մենք շունեցիներս դրանով էլ ենք տեսնում, որ օգոստոսի 8-ից հետո խաղաղություն է, բայց դրա հետ զուգահեռ ես չեմ կարող պատկերացնել ինչով է պայմանավորված, որ ընդդիմադիր մամուլը եւ նաեւ մեր գործընկերները փորձում են օգոստոսի 8-ի համաձայնագիրը կապել ամեն ինչի հետ բացի խաղաղության։ Կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Են կոնֆլիկտով ականներ են դրել մեր պետության հիմքում, որ եթե հանկարծ Հայաստանի Հանրապետությունը մի քիչ աչանի, մի քիչ ծախանի, եթե ուզենա մի քիչ լինի ինքնուրույն, եթե ուզենա ինքնիշխան լինել, միանգամից այդ կոնֆլիկտը պայթելու էր եւ ամբողջությամբ ցրիվ էր տալու ու ջախջախելու էր մեր պետականությունը։ Սա է եղել այն հայեցակարգը, որը որ Հայաստանի Հանրապետության 3 նախագահները իրենց քաղաքականությամբ դրել են Հայաստանի Հանրապետության հիմքերում, Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմքերում։ Եվ ի սկզբանե ճարտարապետությունը այնպիսին է եղել, որ հնարավորություն չտրվի, որ Հայաստանը որպես պետություն լինի կենսունակ։ Դրա համար, երբ որ մենք հիմա խոսում ենք նաև եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր համաժողովում 4-րդ Հանրապետության հռչակումը համարեց առաջիկա ռազմավարական անելիք, նաև ուղղակիորեն կապ ունի սրա հետ, բայց դուք արձագանքեք, ես կշարունակեմ։ Խնդրեմ, համեցեք արձագանք։ Որպես քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար առաջարկում եմ այն փուլից, երբ արդեն կոնկրետ կոմունիկացիաների վերաբերյալ քննարկումներ լինի Հայաստանի կառավարության եւ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների միջև, գուցե փակ ռեժիմով ազգային ժողովի քննարկում իրականացնենք, որպեսզի ավելորդ այդ տարատեսակ Չնայած երբեմն կարող ավելորդ չլինի, որ օբյեկտիվորեն անհանգստություն է մարդկանց մոտ, որպեսզի գոնե պարլամենտը ներկայացնող մարդիկ, падգամավորները նաև ավելի մանրակրկիտ իմանան ինչա տեղի ունենում ու այդ թեման փակենք անցնենք հենց կոմունիկացիաների ճիշտ ձևավորման եւ շարունակական այդ ամեն ինչը պահելու աշխատանքներով։ Շնորհակալություն, միանշանակ մենք դա կանենք, բայց ինչ որ վերաբերվում է անդիմության պահվածքին, տեսեք, անդիմությունը ինքը մշտապես փախչում է ուղիղ բանավեճից, ուղիղ խոսակցությունից։ Հենց հիմա իրենց բացակայությունը այստեղ ինչի մասին է խոսում, որ իրենք չունեն փաստարկ։ Փաստարկ չունեն, կռվան չունեն, որպեսզի գան եւ այստեղ ուղիղ փաստարկով բանավեճի միջոցով փորձեն ապացուցեն, թե ինչով է խաղաղությունը վատ, որովհետեւ ի սկզբանե պարտված են, որովհետեւ ցանկացած մեկը, որ թուր է ճոճում խաղաղության դեմ, քաղաքականապես վախճանվում է հենց այդ պահին, որովհետև ցանկացած ժողովուրդ, ընդ որում դա միայն մեր մասին չի ինձ թվում է։ Յուրաքանչյուր ժողովուրդ ուզում է խաղաղություն, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ աշխարհի որևէ ծայրում, երբ որ դեմ է գնում խաղաղությանը, ինքը այդ պահին կնքում է սեփական մահկանացուն, եւ դրա համար ընդդիմությունը քաղաքականապես ըստ էության սնանկա ասելիք չունի, դրա համար մենք նաեւ քիչ առաջ տեսանք, որ վարման կարգի պատրվակով իրանք դալիճից ուղակի ճողոպրեցին, որպեսզի նույնիսկ այդ պահը, այդ մի քանի վայրկյանը դալիճից թողել հեռանալու, բան չլինի, որովհետեւ հոգեբանորեն դա իրենք էլ են հասկանում, որ ամոթալի է ուղակի։ Սա է իրանց ընդհանուր ուրեմն բանը, պահվածքը։ Ունեք արձագանք, պարոն Դանիելյան։ Արձագանքեցիք, Դավիթ Կարապետյան։